Առողջ առավոտ, սիրելի հեռուստադիտող, ինչպես գիտեք, Նուր TV-ի եթերում մենք բարի առավոտը փոխակերպել ենք առողջ առավոտվա։ Այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, որը հաճախ մեզ լուռ է անհանգստացնում, մենք էլ անտեսում ենք այնքան ժամանակ, մինչև դառնում է խնդիր։ Ողնաշար եւ ողնաշարի առողջության մասին ենք այսօր խոսելու։ Սկոլիոզը միայն էսթետիկ խնդիր չէ եւ շատ հաճախ այն հանդիսանում է որոշակի խորը ֆիզիոլոգիական process-ների ախտաբանական իրավիճակների սկիզբ։ Իսկ այսօրվա մեր հյուրը հանդիսանում է այս ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։ Այսօր խոսելու ենք ողնաշարի մասին։ Բժիշկ մանուալ թերապևտ Տիգրան Գրիգորյանին ենք դիմավորում առողջ առավոտի տաղավարում։ Առողջ առավոտ, բժիշկ Գրիգորյան, դուք նաև հանդիսանում եք Առողջ ողնաշար բժշկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրենը, իզարմանս ինձ կապ ունենալով ողնաշարի առողջության հետ, բայց բացահայտեցի, որ կա սկոլիոզի դեմ պայքարի միջազգային օր, այսօր ինչ էլ խոսենք, կապենք սկոլիոզի հետ։ Շատ բարի, շնորհակալ եմ հրավերի համար, հարգելիներս։ Առողջ ողնաշար բժշկական վերականգնողական կենտրոնը բավական վաղուց իր աշխատանքի կարևորագույն սկզբունքներից մեկը դրել է անընդհատ զարգացում մանավանդ մանկապատանեկան կեցվածքի շեղումների թեմատիկայով։ Մանկական իդիոպաթիկ սկոլիոզը ամբողջ աշխարհում ընդունված է դիտարկել առաջին հերթին էսթետիկական խնդիր, որովհետև վաղ ձևավորման տարիքում այն հենց հանդիսանում է էսթետիկական խնդիր, չի ունենում ցավային սիմպտոմատիկա, չի ունենում անհանգստություն։ Շնորհակալություն բժիշկ Գրիգորյան, այ մեզ հետաքրքրում է հեռուստադիտողին եւս որոնք են սկոլիոզի առաջացման հիմնական պատճառները եւ առավել եւս դեռահասների եւ վաղ տարիքում։ Ասեմ ձեզ, միջազգային պրակտիկայում սկոլիոզի պատճառները ծագումը դեռևս համարվում է անհայտ, այսինքն իդիոպաթիկ։ Դրա համար էլ կոչվում է մանկական իդիոպաթիկ սկոլիոզ։ Եվ առաջացման փուլերը կարող եմ ասել, պատճառների մասին դե արդեն ասեցի, փուլերը կարող եմ ասել, որ հիմնականում 7-ից 10 տարեկանում առաջին այն աճի ակտիվ փուլում ի հայտ է գալիս ողնաշարի տարատեսակ կեցվածքի շեղումներ, որովհետև հենց այդ ժամանակ է ձևավորվում ոտնաթաթի ստատիկան եւ դրանից կախված նույնպես կեցվածքի սագիտալ շեղումները նույնպես աստիճանական կարգով ձևավորվում են, բայց մենք այսօր քանի որ խոսելու ենք կեցվածքի կորոնալ կամ ուղիղ պրոյեկցիայի շեղման մասին, սկոլիոզի մասին, երկու բառով ներկայացնեմ։ Այն իրենից ներկայացնում է եռաչափ շեղում, այսինքն ուղիղ պրոյեկցիայից կողմնային շեղում, կողմնային պրոյեկցիայում սագիտալ տարատեսակ խանգարումներ, հիպեր կամ հիպոլորդոզի ու կիֆոզի անկյունների փոփոխություն եւ հորիզոնական հարթության մեջ պտտական շեղում։ Բավականին բարդ է, իսկ եթե մի քիչ ավելի ազգաբնակչության համար հասանելի լեզվով խոսենք, կարող ենք այսպես ցույց տալ թեկուզ։ Այո, շատ լավ։ Ուրեմն առաջին քայլը, որ կարելի է շատ հասանելի ազգաբնակչությանը ներկայացնել սկոլիոզի արտաքին դրսևորումների կամ արտաքին էսթետիկական պատկերի մասին, դա սա է, երեխային կանգնեցնում եք թիկունքով դեպի ձեզ, ոտքերը կոնքի լայնությամբ, ոտնաթաթերը մի գծի վրա, ծնկները զգաստ եւ երեխան ձեռքի ափերը իրար հպելով աստիճանական կարգով պարանոցից թիկունքով եւ գոտկատեղով աստիճանական կարգով թիկունքով ձեզ կանգնած սկսում է մեջքը կլորացնել դեպի հատակ ձեռքերով ձգտելով դեպի ոտնաթաթեր։ Այդ ժամանակ դուք կարող եք շատ հեշտությամբ նկատել, եթե թիակների բարձրության վրա մենք ունենք ասիմետրիա, անմիջապես մենք կտեսնենք թիակների միջև տարբերություն, մի կողմից կուզիկություն, մյուս կողմից փոսորակություն, եւ նույնը հակադարձ գոտկատեղի հատվածում։ Դրանով իսկ շատ հեշտությամբ ծնողները կարող են տեսնել սկոլիոզի վաղ փուլերը, այսինքն առաջին երկրորդ աստիճանները վաղ ակներև էսթետիկական պատկերում։ Իսկ ավելի ուշ փուլերում երկրորդ աստիճանից բարձր սկոլիոզները նույնիսկ ուղիղ կանգնած ակնհայտորեն երևում են ամենաանփոց
անփորձ աչքի համար։ Իսկ փորձառու աչքի համար կա trace test, արտաքին էսթետիկական չափորոշիչն է դա միջազգային, որով կարելի է ուսագոտու, թիակների, կոնքի եւ ողնաշարի հեմիտորաքսի կամ կրծքագոտկային հատվածի միացման հատվածներին նայելով անմիջապես հասկանալ, որ երեխան ունի էսթետիկական շեղում։ Իսկ եթե բացի վիզուալից մենք գնանք գանգատների դաշտ, թեկուզ եւ հարաբերական ավելի ուշ փուլերում, ծնողը ինչ քայլեր պետք է անի, ինչքանով են դրանք հասանելի այդ հետազոտությունները, գնա առողջության կենտրոն, նույն ինքը պոլիկլինիկա եւ այլն, ինչպիսի տրամաբանություն կա այս շղթայում։ Այդ շղթայի տրամաբանությունը հետևյալն է. ցանկալի է, որ ծնողը մի քիչ ուշադիր լինի եւ չուշացնի երեխայի արտաքին դիտարկումները ժամանակ առ ժամանակ անել։ Պարտադիր չի, որ դրա համար անմիջապես դիմենք բժշկի։ Իհարկե, եթե ծնողը ունի մտավախություն, ցանկալի է առաջին օղակում դիմել բժիշկ մանկաբույժին կամ բժիշկ օրթոպեդին, որպեսզի արտաքին էսթետիկական չափորոշիչներով պարզաբանեն սկոլիոզի արկայությունը կամ հերքել։ Իսկ եթե արդեն ակնհայտ երևում է, առաջին քայլը դիմում ենք մանկական օրթոպեդին եւ մանկական օրթոպեդը պարտավոր է նշանակել ամբողջական ռենտգեն նկար, SWIFT նկարակոչվում, դա կատարվում է ծոծորակոսկրից մինչև կոնքազդրային հոդագլուխ, ուղիղ եւ կողքից պրոյեկցիայով միասնական նկարով, ինչի մեջ արդեն շատ հեշտությամբ թե տեսնում ենք աճի գոտիները ոսկրային կախված տարիքային փուլերից, թե տեսնում ենք ըստ ռիսերի սանդղակի աճի գոտիները զստոսկրի թևիկների վրա եւ թե տեսնում ենք շեղման տարատեսակ անկյունները եւ պատտման անկյունը նույնպես։ Չնայած որ արտաքին էսթետիկական չափագրման մեջ բժիշկը կարող է արտաքին էսթետիկական դիտարկում անելուց ռոտացիայի կամ պատտման անկյունը չափել բունելի սկոլիոմետրով, որը մեզ շատ հստակ պատկերացում է տալիս, թե հավանական որքան շեղում ունի երեխայի ողնաշարը։ Լավ, բժիշկ Գրիգորյան, շնորհակալություն իհարկե, բավականին հետաքրքիր ինֆորմացիա է։ Ծնողը նկատեց, տեսավ, դիմեց բժշկի, հաստատվեց, որ պացիենտի մոտ, երեխայի մոտ տվյալ դեպքում ունենք սկոլիոզ։ Եվ ինչպես նշեցիք, կան աստիճանավորման պարագայում, ինչ բուժման տարբերակներ կան։ Արդյոք որ փուլից է պետք սկսել բուժումը, կոնսերվատիվ տարբերակով, թե կան նույնիսկ վիրահատական ուղղման մեթոդներ, կներկայացնեք մեզ։ Մանրամասն եւ մեծ սիրով։ Ուրեմն տեսեք, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկրում ընդունված չէ նեղ մասնագիտական կենտրոնների դիմել առաջին եւ երկրորդ օղակի բժիշկների կողմից, այսինքն առաջին օղակի բժիշկները պետք է երեխային դիտարկում անելուց հետո գոնե արտաքինից համոզվեն, որ դա սկոլիոզ է, բայց ոչ թե իրենք ուղղորդեն ապարատային դիագնոստիկայի, այլ ուղղորդեն համապատասխան նեղ մասնագետի, գոնե մանկական օրթոպեդի, որն էլ կիրականացնի ապարատային ճշգրիտ դիագնոստիկա։ Շատ ժամանակ ինչն է սխալը, որ վերցնում են առաջին օղակի մասնագետները, մանկաբույժները, թերապևտները եւ այլն, ուղարկում են ռենտգեն ոչ ճշգրիտ նկարի, այսինքն հատվածային ռենտգեն նկարեն, ռենտգեն հետազոտություն են իրականացնում, որի արդյունքում մենք հետագայում ունենում ենք խնդիր երկրորդ ռենտգեն անելու հետ, որտեղ երկրորդը կարելի անել 8 ամիս անց միայն։ Եվ դրա համար ցանկալի է, որ նեղ մասնագետը, որը երկարաժամկետ դիտարկում եւ հսկողություն իրականացնելու իրավունք ունի, նայել թող ռենտգենը ուղղորդի, որպեսզի ճշգրիտ լինի առաջին նկարը։ Դրանից է կախված հետագա ճակատագիրը։ Ներողություն եմ խնդրում, ես ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ, բայց ուզում եմ պրակտիկ լինենք, արդյոք բոլոր առողջության կենտրոններում առաջնային կա անվճար ծառայություն մանկական օրթոպեդի եւ արդյոք բոլորը հագեցած են, հարց, որը կհուզի մեր հեռուստադիտողին, եւ եթե ոչ, գոնե թե արդեն ստացվում է, որ պետք է վճարովի ուղղորդվեն։ Տեսեք, սեղ վճարովի եւ անվճարի խնդրից զատ առաջերտին պրոֆեսիոնալիզմի խնդիրն է։ Միգուցե դուք գնաք վճարովի օրինակի համար հետազոտման եւ հանկարծ ստացվի, որ վճարովի մասնագետը նույնպես նեղ մասնագիտացում չունի սկոլիոզի հետազոտման, պարզաբանման եւ բուժման պլանավորման։ Այն հարցը հենց դրանում է, արդյոք մեր բոլոր առողջության կենտրոններում սովորական քաղաքացիները, լավ մանկաբույժները զննեցին, խնդիր տեսան, ուզում են ուղղորդել, արդյոք կարող են նույն պոլիկլինիկայի առողջության կենտրոնի շրջանակներում ուղղորդել ներսում, որպեսզի մասնագետը նայի եւ ուղղորդի արդեն ձեր ասած հետազոտություն։ Ցավալիորեն ոչ միշտ, որովհետեւ առողջության կենտրոններում միշտ չի, որ սովորական օրթոպեդիական ծառայության մասնագետը կարողանում է հստակեցնել եւ պարզաբանել սկոլիոզի բնույթը,
կառուցվածքը, աստիճանը եւ դրա հետագա բուժման պլանավորում իրականացնել։ Ցավալիորեն կարող եմ ասել, որ օրինակ նույն Եվրոպայում, որ մենք միշտ սովորենք մեջբերումներ անել, Եվրոպայում սկոլիոզով զբաղվող օրթոպեդները դրանք նեղ մասնագիտացած են դրա վրա, թե կոնսերվատիվ տարբերակով վերահսկողությանը, օբզերվացիոն ծրագրով, երկարաժամկետ վերահսկման ծրագրով եւ թե կորսետավորման մեջ, թե վիրահատական մասնագետները, որոնք որ շատ հստակ գիտեն որ փուլում, որ տարիքում եւ ինչպես է պետք վիրահատել։ Մեզ մոտ վիրահատական պրակտիկան շատ զարգացած չի, բայց զարգացած է, չնայած որ հրավիրում են արտերկրների մասնագետների կամ մեր երկրում Երևանի բժշկական կենտրոնում կա վիրահատական ծառայությունը մի ամբողջ թիմով, բայց մինչև վիրահատության հասնելու փուլի մասին է խոսքը, շատ հստակ դրված է ծրագիր, վաղ փուլում բացահայտել, վաղ փուլում ուղղորդել կորսետավորման, վաղ փուլում ուղղորդել ճշգրիտ վերականգնողական բուժման պլանավորման, իսկ աշխարհում այդպիսի դպրոցները բավական զարգացած են, եւ կանխարգելել զարգացումը, որպեսզի հետո հասունության փուլում երեխան հարկադրված պրոգրեսիվման հետևանքով չգնա վիրահատության։ Ամենամեծ խնդիրը դա է։ Թերևս մենք կարող ենք արձանագրել, որ անգամ շատ մեծ ցանկության դեպքում մենք դեռևս ունենք համակարգային բավականին լուրջ բաց մասնագետների դեֆիցիտ, մոտեցումների հարց, օրինակ ես հազվադեպ եմ առաջինը ձեզնից եմ լսում, որ բարձրաձայնում եք, որ ռենտգենը 8 ամիս անց կարելի անել, որովհետև շատ հաճախ ծնողները անգամ վճարովի հիմունքներով չեն էլ հարցնում երևի թե վերջին անգամ երեք բժշկացիան թեկուզ երկրորդ կարծիք ունենալու պարագայում չեն էլ նշում, շատ կարճ իրենք ռենտգեն են անցել կրկնակի նորից շատ կարճ ժամանակահատվածում ռենտգեն հետազոտություն են անցնում։ Շատ կարճ ժամանակում ռենտգեն հետազոտություն հարկադրված կարելի է անել, եթե երեխան արդեն կորսետավորված է եւ կորսետավորման հենց առաջի փուլում, առաջի ամիսը լրանալուն պես կորսետի մեջ մեզ պետք է նկար, որպեսզի բարձրաբանենք կորսետի երկարացման, հետ պատտման եւ ճնշման անկյունները ճշգրիտ համապատասխանում են սկոլիոզի պահանջներին, թե ոչ։ Եվ դա մենք անում ենք տեխնիկ բիոմեխանիկի եւ օրթոպեդի հետ միասնական, մեր թիմում թե արկա են թե օրթոպեդներ, թե տեխնիկ բիոմեխանիկների հետ անընդհատ շարունակական քննարկումների մեջ ենք, թե վերականգնողական թիմը, որտեղ իրականացվում է լավագույն ծրագիրը Սիաս դպրոցի, Կատարինա Շրոտի դպրոցի, Rigo Concept դպրոցի եւ Lion դպրոցի մի քիչ շատ ավելի пассив, որտեղ Lion դպրոցը այդքան ակտիվ ծրագիր չունի։ Այսինքն ճիշտ ենք հասկանում, որ յուրաքանչյուր դեպք բնականաբար նման չէ մյուսին եւ ամեն մեկն առանձին պատմություն է եւ յուրաքանչյուրի համար պետք է լինի անհատական մոտեցում, հաշվարկներ, չափումներ, ինչպես որ կնկարենք անհատական կտավ։ Այո, միանշանակ այո, ես ավելի հստակեցնեմ, թող իմ գոլեգաներից որևէ մեկը չնեղանա, իրականում երբ որ երեխան հայտնվում է օրթոպեդների մոտ, օրթոպեդների մեծ մասը ասում են, միգուցե ասում են, այո, կորսետավորել։ Եվ ճիշտ են ասում, որ կորսետավորել, դա պարտադիր է, բայց կորսետավորել եւ ոչինչ չանել, գնա սպորտի։ Երբ որ հարցնում ես նույն օրթոպեդին, լոգիկան ո՞րն է, որ գնա սպորտի, որպեսզի մկանային կառուցվածքը ամուր պահի։ Չէ՞ որ մենք երեխային կորսետավորելով հնարավորություն չենք ստեղծում իր մկանները ակտիվ աշխատեն, կրճատվեն եւ արդյունքում մենք այդ մկաններն ավելի թուլացնում ենք։ Դրա համար խորհուրդ են տալիս սպորտի գնալ, դա լավ է։ Իսկ եթե մի փոքր էլ տրավմաբանությունը լայնացնենք, իսկ միգուցե գնան նեղ մասնագիտական վերականգնողական միջամտության, որտեղ ոչ միայն մկանները կաշխատացնեն, այլ այդ մկանները կաշխատացնեն ասիմետրիկ ճշգրիտ զարգացման ծրագրով եւ պատտման ուժերը ճշգրիտ կիրառելով եւ հրման մոբիլիզացիոն ծրագիրը եւ ճկունացման ծրագիրը իրականացնելով հեշտացնում են կորսետի ազդեցությունը երեխայի վրա եւ ասեմ ձեզ մինչեւ 70% արդյունավետություն սկոլիոզի համար մինչեւ 16 տարեկան երեխաների ես կարծում եմ դա կարելի ասել ավելի կատարյալ արդյունք համարյա չի լինում։ Մեր կլինիկայում մենք ունենք նման փաստեր շատ հստակ արձանագրված, որ երեխաներ օրինակ 38 աստիճան սկոլիոզով երեխան եկել է մեզ մոտ աշխատել ենք իր հետ մոտավորապես 8 ամիս հետո արդեն գրանցված 14 աստիճան ունեն կրծքային հատվածում եւ մոտավորապես 9 աստիճան գոտկատեղում, գոտկատեղի անկյունը 27 էր։ Բայց այստեղ ելի եմ ասում շատ կարևոր է ապեքսը, ուրեմն սկոլիոզի տեղակայումը, դրա գագաթը, դրա պատտման անկյունը,
կողոսկրերի եւ կրծոսկրի համադրությունն ու վերադասավորվելու հնարավորությունը այն տեղափոխվել է դեպի կրծքապարանոցային հատված, որը ամենադժվարագույնն է աշխատելու առումով։ Դա իրոք չարչարանք է։ Մենք այո կարող ենք գոտկատեղը շատ հեշտ արդյունք ստանալ, բայց երբեք չի կարելի մեծ արդյունք ստանալ, երբ որ սկոլիոզը վերաճել է կրծքապարանոցային երրորդ արդեն անկյան։ Կարծես տերմինների, անկյունների դա մաթեմատիկա է, անկեղծ ասեմ։ Բժիշկը, որը չի ուսումնասիրել հենաշարժ համակարգի առողջության թեմայի մեջ շարժողական ստերեոտիպի խանգարումները եւ շարժման բիոմեխանիկական զարգացման, այսպես ասած, ադապտիվ ընթացքը, չի կարող պատկերացնել, այ 5 տարի հետո ինչ է ստանալու։ Ինչ անել, որպեսզի 2 տարի, 3 տարի հետո ինչ ստանալ։ Իսկ դա երկարաժամկետ աշխատանք է, 4-5 տարի կառավարման ընթացքը 10 տարեկան երեխայի համար։ Բայց փաստորեն բժիշկ Գրիգորյան, հասկանանք ճիշտ ենք հասկանում, այո, այն որ իհարկե կան կարծրատիպեր, որ երեխայի մոտ կա սկոլիոզը անբուժելի է, ոչ մի բան հնարավոր չի, կորսետներ է նշանակում, ոչ մի բան չի փոխվում, բայց փաստացի, եթե ունենք նախնական շրջանում ճիշտ շատ վաղ ախտորոշում եւ ունենք բուժման ճիշտ տակտիկա, այսինքն հնարավորություն կա անգամ նույնիսկ բուժման հասնելու եւ նույնիսկ վիրահատության չգնալու իհարկե։ Ոչ թե նույնիսկ հիմնականում հասնել բուժման եւ չգնալ վիրահատության։ Որքան հիշեցնեմ ձեզ նորից, որքան վաղ փուլում 7, 8, 9, 10, մինչև 12 տարեկան, հա, քանի դեռ գնում է օսիֆիկացիայի process-ը, ոսկրային զարգացման process-ը, քանի դեռ երեխայի աճի ու զարգացման կայուն ակտիվ ընթացքի մեջ ենք, մենք կարող ենք ստանալ լավ արդյունք միասնական ճիշտ աշխատանքով, երբ որ կա կոնսիլիում, երբ որ կա օրթոպեդի ընկալված մասնակցություն, երբ որ կա վերականգնողական մասնագետի ընկալված եւ ճշգրիտ մասնակցություն, երբ որ կա ժամանակին ճշգրիտ տեխնիկ բիոմեխանիկի շարունակական փոփոխություններով աշխատանք, դուք չեք պատկերացնի մի կորսետը քանի անգամ կարող ենք փոխել մեր աշխատանքի ընթացքում։ Նույն կորսետը, որը որ երեխան պետքա կրի 6 ամսից մինչև 1 տարի, ըստ իր աճի ակտիվության, մենք այդ նույն կորսետը կարող է ընթացքում 4-ից 5 անգամ փոփոխության ենթարկենք, ելնելով աշխատանքի ակտիվությունից, ճկունացումից, ադապտիվ տարատեսակ փոփոխություններից եւ ուղղման հնարավորությունից։ Այո, հեղեղեր, առավոտ շուտ, սիրելի հեռուստադիտող, նրանք ովքեր հենց նոր միացան, նախ առողջ առավոտ բոլորիս, մենք խոսում ենք սկոլիոզի դեմ պայքարի մասին, քանի որ ամբողջ աշխարհում այս օրերին որոշակի վերապահումներով նշվում է սկոլիոզի դեմ պայքարի միջազգային օրը, համաշխարհային օրը եւ մեր տաղավարում բժիշկ մանուալ թերապևտ Տիգրան Գրիգորյանն էր, ով իր հետաքրքիր գիտելիքներով եւ տերմինաբանությամբ անգամ մեծ բժիշկներից փորձեց ինչ որ առումով խեղճացնել եւ այսպես հեղեղեց տերմիններով։ Առանցքային հետևությունը, որ մենք միասին կարող ենք անել, մինչ կանցնենք հեռուստադիտողի հարցադրմանը, որ սկոլիոզի նկատմամբ չի կարելի վերապահումով վերաբերվել, դե սկոլիոզ է, էլի նման արտահայտություններից պետք է խուսափենք եւ շատ ավելի ճիշտ նեղ ժամանակին դիմենք նեղ մասնագետին։ Հեռուստադիտողը հարցնում է. Իմ դուստրը 13 տարեկան է, վերջերս նկատել ենք, որ մի ուսը մի փոքր ցածր է մյուս ուսից։ Արժե արդյոք անհանգստանալ։ Արժե արդյոք անհանգստանալ։ Ոչ։ Արժե արդյոք պարզաբանել։ Այո։ Գրագետ է պարզաբանել, որտեղ ուսերի տարբերությունը պարտադիր չի, որ նախանշի սկոլիոզի մասին։ Այն կարող է նախանշել նաև թիակի վերադասավորման, միակողմանի ուսագոտու մկաների ասիմետրիայի եւ շատ ու շատ այլ խնդիրների մասին, սովորութայնության մասին եւ այլն։ Իհարկե նաև սկոլիոզի մասին։ Հետևություն, որ պետք է դիմել ժամանակին մասնագետին եւ հետազոտումներով պարզաբանել։ Դե ինչ, շատ հետաքրքիր առողջ առավոտ ստացվեց այսօր, մենք հյուրին հրաժեշտ տանք, շարժվենք առաջ։ Բժիշկ Ամիրյան, ինչպես եք։ Ասեմ, որ ինֆորմատիվ բավականին հագեցած, իհարկե, ես էլ կարելի ասել շատ քիչ ինֆորմացիա ունեի ողնաշարի հետ կապված։ Ես ամեն անգամ, երբ որ բացում եմ այդ բժշկական տոնացույցը եւ հայտնաբերում եմ ամեն տարի շատանում են այս օրերը եւ մի առաջարկ ունեմ, քանի որ աշխարհում նշվում է սկոլիոզի դեմ պայքարի օրը, եկեք մենք այս ամիս փորձենք ազդարարել եւ կարծում եմ նեղ մասնագիտական համայնքը մեզ կաջակցի, որ Հայաստանում նույնպես սկոլիոզի իրազեկման արշավ լինի, այսպես ամիս լինի, շաբաթ լինի, որովհետեւ սա շատ ընդունված է, սա ֆորմալ ոչ մի բան չի պահանջում, հատուկ թույլտվություններ չի պահանջում։ Ինչու սիրելի հեռուստադիտող, որպեսզի մենք բոլորս որպես ծնողներ առաջին հերթին սկսենք նկատել այն, ինչ մինչ այս չենք նկատել։
Առաջարկում եմ դիտել տեսանյութը, որից հետո կվերադառնանք տաղավար։ Սկոլիոզը ողնաշարի կողմնային ծռում է, որն առաջանում է երեխաների, դեռահասների եւ երբեմն մեծահասակների մոտ։ Սկզբում այն կարող է գրեթե աննկատ լինել։ Մի թեթև թեքում, ուսերի կամ կոնքերի անհավասարություն, մի քիչ սխալ կեցվածք, բայց հենց այդ աննշան փուլերում է, որ սկոլիոզն ավելի հեշտ է կանխել։ Սկոլիոզը միայն արտաքին տեսքի խնդիր չէ, այն կարող է ազդել շնչառության, սրտի աշխատանքի, մարսողական համակարգի վրա, սակայն առավել հաճախ այն հանգեցնում է մեջքի մշտական ցավերի, հոգնածության, ֆիզիկական ինքնավստահության անկման, հատկապես պատանեկան տարիքում։ Սկոլիոզի դեմ պայքարի միջազգային օրը կարևոր հիշեցում է։ Որպես ծնողներ, ուսուցիչներ, բժիշկներ եւ հասարակություն մենք պետք է ուշադիր լինենք։ Երեխաների մեջքի ձևը, նստելու եւ կանգնելու կեցվածքը մանրուք չեն, դրանք ազդում են ամբողջ ապագայի վրա։ Վաղ փուլում հայտնաբերված սկոլիոզը հնարավոր է ուղղել ֆիզիոթերապիայի, հատուկ վարժանքների, կեցվածքի ուղղման եւ որոշ դեպքերում օրթոպեդիկ միջամտությունների միջոցով։ Սկոլիոզ ունեցող երեխաները շատ հաճախ միայնակ են իրենց անհարմարության մեջ։ Նրանք չեն բարձրաձայնում, չեն ուզում ուշադրություն գրավել, բայց մենք կարող ենք լինել այնտեղ, տեսնել, արձագանքել եւ աջակցել։ Սա հիվանդություն չէ, որ պետք է թաքցնել։ Սա մի բան է, որը պետք է ճանաչել, ընդունել եւ հնարավորության սահմաններում շտկել։ Այսօր բազմաթիվ կենտրոններ աշխարհում եւ նաեւ Հայաստանում տրամադրում են սկոլիոզի վաղ ախտորոշում, ֆիզիոթերապևտիկ աջակցություն, հատուկ մարզումներ։ Սակայն ամենակարևորը սա այն դեպքն է, երբ գիտակցվածությունը դառնում է կանխարգելում։ Սկոլիոզի դեմ պայքարը սկսվում է դպրոցում, դասասեղանի մոտ, սպորտի դահլիճում, մերսման սրահում, բժշկի սենյակում եւ ինչու՞ չէ նաեւ տանը, ամենօրյա հոգացության մեջ։ Երբ ուղիղ մեջքը դառնում է սովորություն, առողջ ապրելակերպը մշակույթ, ապա ոչ միայն կանխում ենք սկոլիոզը, այլև ձևավորում ինքնավստահ ու կայուն մարմնով մարդ։ Առողջ առավոտ բոլոր նրանց, ովքեր այս պահից սկսած միացան մեզ, որովհետև մենք հասել ենք առողջ ապրելակերպի խորհուրդներ խորագրին, որտեղ ես եւ բժիշկ Ամիրյանը ընթերցում ենք մի քանի առաջին հայացքից շատ པարզ մտքեր եւ փորձում ենք մեկնաբանել առաջին իսկ պատահած մեր մտքերով։ Սկսեմ ես, բժիշկ Ամիրյան։ Այո։ Կահույքն ընտրեք ըստ երեխայի հասակի եւ ոչ հակառակ։ Երբևէ մտածել եք կահույքը տան ընտրել, ելնելով առողջական գործոններից։ Կարծում եմ, որ սկոլիոզը մեզ արդեն շատ բանի մասին հուշում է, եւ այստեղ է, որ կարելի է նաեւ որոշակի խորհրդակցել մասնագետների հետ, ավելին ասեմ, շատ լավ կլինի, եթե վաճառասրահներում այսպիսի բաներին սկսեն ուշադրություն դարձնել, որովհետեւ մենք քննարկեցինք, չէ՞, որ սկոլիոզը տեսանյութում պատմում ենք, որ սկոլիոզը սկսում է նաեւ նստելուց դասասեղանի մոտ, ընտանիքից եւ այլն։ Ինչի մասին որ ես եմ ուզում խոսել, որ ճիշտ ողնաշարային կեցվածքը սկսվում է ամեն օրվանից։ Եվ ինչն է ամենակարևորը, երեխաների շրջանում նստել դասարանում, հա, սեղանի առջև ճիշտ դիրքով, համակարգչի առաջ, որը որ կարելի ասել դեպքերի մեծամասնությունում իհարկե այդ հսկողությունը չի լինում եւ դրանք բերում են որոշակի խնդիրների։ Եվ ամեն օրը թող ունենա շարժուն դադարներ, խաղ, վարժանք եւ քալք։ Իհարկե նստակյաց կյանքը այսօր մեր օրերում ոչ մի լավ բանի հետագայում չի բերելու առաջին հերթին ողնաշարի կողմից։ Գիտեք, բժիշկ Ամիրյան, ես այստեղ մի միտք կա, որ ստուգենք ուսապարկի ծանրությունը, այն չպետք է գերազանցի երեխայի քաշի 10%-ը, եւ ես հիշեցի իմ երեխաներին ամենայն հարգանքով, բայց երբեմն անմարդկային։ Ես ինքս ինձ եմ հիշում, այո, ծանրաբեռնված։ Հետևաբար մենք նորից ու նորից լրջանանք եւ հատկապես մայրիկներին խնդրենք, որ այս ամենին ավելի ուշադրություն դարձնեն, որովհետեւ այսպիսի ողնաշարային սխալ կեցվածքը կարող է արդեն ոսկրացման փուլից հետո, երբ որ ձևավորվում է ողնաշարը, դառնալ ամբողջ կյանքի համար պատուհաս։ Խոսքը չի գնում ընթացիկ առողջական խնդիրների մասին, այլ խոսքը գնում է գլոբալ կյանքի որակի մասին։ Դե իսկ վերջաբանում մենք արձանագրենք, որ ողնաշարը թե ֆիզիկապես, թե խորհրդանշորեն այն հիմնասյունն է, այն ամենն է, ինչի վրա կառուցվում է մեր ճակատագիրը, մեր կյանք, այսինքն ամբողջ ծանրությունը իսկապես թե հոգևոր, թե ֆիզիկական, թե մտավոր ընկնում է ողնաշարի վրա։ Ու հենց այսպես, բժիշկ Ավետիսյան, քայլ առ քայլ ուսուսի տված մենք կարող ենք ունենալ առողջ սերունդ։ Իհարկե առողջ սերունդը այսօր ազգի եւ ազգաբնակչության գրավականն է, կլին առողջ սերունդը մեր ապագան է։ Թող մեր առավոտները սկսվեն առողջությունից, առողջ առավոտ բոլորիս, կհանդիպենք վաղը։